Վստահ եմ հետևում եք քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, գիտեք, որ նախընտրական ռեժիմի մեջ են մտել բոլոր քաղաքական ուժերը, նախապատրաստվում են հունիսի 7-ի ընտրապայքարին։ Արդեն իսկ տեսանելի են մի քանի ընդդիմադիր բևեռներ, մասնավորապես Ռուսաստանից Հայաստան գործուղված եւ քաղաքականության մեջ մտած Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը, Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահի իր մշտականով, այսպես ասած, դաշնակցությամբ, Գագիկ Ծառուկյանն է ակտիվացել եւ Նոյան Տապան է ձևավորել։ Պարոն Նազարյան, ձեր տպավորությամբ այս երևացող 3 ընդդիմադիր բևեռները միմյանցից անկախ են գործում, թե հաղորդակից անոթների տրամաբանությամբ կապված են իրար հետ եւ ինչպես հնչում են այս օրերին կանխատեսումներ, այս 3-ը խորհրդարան անցնելու դեպքում հնարավոր է միավորվեն եւ Գյումրիի 2 սցենարով վերցնեն իշխանությունը խորհրդարանի մակարդակում։ Ես վստահ եմ, որ մենք նախ եւ առաջ պետք է դիտարկենք հետեւյալ ավելի ճիշտ ոչ թե դիտարկենք, այլ հաշվի առնենք այն փաստը, որ ոչ թե իրենք միասնական ինչ-որ մարմին են, ուժ են և ինչ-որ ռազմավարությունից կամ մարտավարությունից ելնելով բաժանվել են մի քանի մասի, այլ պարզապես մենք ունենք 3 իրոք տարբեր ուժեր, որոնք թվում է, որ ընդհանուր ինչ-որ մի բան միավորում է, ակնհայտորեն բոլորն էլ, այսպես ասենք, մեղմ ձևակերպմամբ ռուսամետ են, ռուսական կողմնորոշում ունեն, բայց իրենք միմյանցից էլ շատ տարբեր են եւ իրական տարբեր են։ Երկրորդ այն փաստը, որ դուք նշեցիք, իսկ իրենք միավորվեն եւ Գյումրու նման ինչ-որ սցենար անեն, նախ պետք է համապատասխան քանակի ձայներ ստանան, որ կարողանան ձայների այդ միավորումը բերի իրենց ուզած վարչապետի ընտրությանը։ Ես չեմ կարծում, որ այս իրերի դասավորության դեպքում մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ կարող ենք քննարկել, թե իրենք միանան, եթե անգամ միանան, կարող են միասնական թեկնածու առաջադրել։ Ես ավելին ասեմ, ես վստահ եմ, որ իրենք չեն միանալու, որևէ ձևով չեն միանալու, եթե նույնիսկ տարբերակ լինի, որ իրենց ձայների հանրագումարով իրենք կարող են միասնական վարչապետի թեկնածու առաջադրել, իրենք չեն միավորվելու, որովհետև իրենք, եթե ձեզ թվում է իրենք նույնն են, իրենք նույնը չեն, այլև իրենք շատ տարբեր են։ Ամբիցիաների խնդիրը կխանգարի։ Ամեն ինչն էլ կխանգարի, ամեն ինչն էլ կխանգարի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ իրենք չեն միավորվելու։ Այսինքն խորհրդարան անցնելու պարագայում կունենանք 3 ընդդիմադիր բևեռ, որոնք ես չեմ շտապի ասել 3, 2, 10 խորհրդարան անցնելու դեպքում։ Եթե խորհրդարան անցնեն, ելի եմ ասում, իրենք չեն միավորվելու, իրենք լինելու են 3 տարբեր քաղաքական ուժեր։ Ինչպես Հայաստանը եւ պատիվ ունեմ չգործակցեցին։ Մոտավոր այդպես։ Պարոն Նազարյան, գիտեք, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի սահմանադրության համապատասխան դրույթի հետ կապված խնդիր ունի, նա չի կարող առաջադրվել ոչ պատգամավորության թեկնածու, ոչ էլ հետևապես կարող է այս պայդրությամբ հավակնել վարչապետի պաշտոնին, բայց նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը ազդարարում է, որ ինքը լինելու այսպես ասած անցումային համակարգողը ուժեղ Հայաստանի, իրենք կանցնեն խորհրդարան, սահմանադրական մեծամասնություն կձևավորեն, հետո կփոփոխեն սահմանադրության համապատասխան դրույթը եւ Սամվել Կարապետյանը կդառնա վարչապետի թեկնածու, կընտրվի վարչապետ։ Դուք նման սցենարը հավանական համարում եք եւ ինչպես եք վերաբերվում մեկ անձի հակով սահմանադրությունը վերաձևելու այս պրակտիկային։ Երկրորդ հարցն էլ այս համատեքստում այս պահի դրությամբ ունենալով խնդիր սահմանադրության հետ Սամվել Կարապետյանը ձեր դիտարկմամբ ում համար է քվեներ հավաքում եւ մանդատներ ապահովում։ Երբ որ տալիս էիք հարցը, ես հիշեցի
Յարոսլավ Հաշեկի ստեղծագործության այն պահը, երբ որ հերոսը ասում էր, եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Գիտեք, մենք էս պիտի անենք, այն պիտի անենք, դա լուրջ խոսակցություն չի, որ ես էլ հիմա անդրադառնամ Նարեկ Կարապետյանի ասածներին։ Ես ավելի մեծ սիրով կանդրադառնամ մի ինչ-որ երկրորդ դասարանցու շարադրությանը, որը հետաքրքիր կլինի վերլուծել։ Իսկ Նարեկ Կարապետյանը հենց սկզբից անհետաքրքիր կերպար է եւ քաղաքականության համար, եւ հոգեբանության համար։ Այնպես որ ես ձեզ նաեւ մի այսպիսի հուշում անեմ, դուք իր մասին չեք խոսել, եթե իրենք մեծ գումարներ չծախսեին եւ իրենց նյութերով չողողեին Facebook-ը, TikTok-ը կամ այլ սոցիալական հարթակներ։ Դուք իրենց մասին հարց եք տալի ոչ թե որ ժողովրդի մոտ իրենց նկատմամբ հետաքրքրությունը մեծ է կամ իրենք ունեն հանրային մեծ աջակցություն, այլ պարզապես դուք եւս դառնում եք համացանցի զոհ, այսինքն դուք տեսանելին տեսնում եք եւ ձեր ուղեղը ձեզ ազդակ է տալի, որ իբր իրենք ինչ-որ հանրային մեծ աջակցություն կամ ազդեցություն ունեցող մարդ, իրականությունը բոլորովին այլ է։ Նրանք պարզապես փորձում են եւ փորձելու են շատ փող ծախսելու միջոցով ինչ-որ ձայներ ստանալ։ Իրենք նույնիսկ շատ հեռու են Ռոբերտ Քոչարյան պլյուս Դաշնակցություն այդ միավորումից, որովհետեւ իրենք ունեն ոչ միայն քաղաքական փորձ, ոչ միայն փորձառու քաղաքական գործիչներ են, անկախ նրանից մենք կիսում ենք իրենց տեսակետներ, չենք կիսում, բայց իրենք պայքարի մեջով երկար տարիների եւ պայքարի եւ պետական կառավարման փորձ ունեցող մարդիկ են, ավելին մարդիկ են, որոնք եղել են Հայաստանում, եղել են Արցախում եւ այս ճանապարհը անցել են, բայց համեմատել մեկի հետ, որը Ռուսաստանում ինչ-որ բիզնեսներ էր անում, հետո պատերազմի ժամանակ, երբ որ մեր հերոսները պատերազմում էին Կռվի դաշտում, ինչ-որ որպես երրորդ կողմ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր անում վերջ տալ մարտական գործողություններին։ Հիմա այդ ուժը հավակնում է գա Հայաստան ձայն ստանալու, ես զարմանում եմ իրենց այս վստահության վրա, որ այդ հայտարարությունը անելուց հետո, որ մենք գալու ենք պետական լեզուն փոխենք եւ հայերենը այլևս միակ պետական լեզուն չի լինելու, այդ հայտարարություններից հետո շատ կոպիտ կամ ժողովրդական լեզվով ասեմ, ես զարմանում եմ, ինչ երես ունեն, որ հավակնում են այդ բան, մի քանի էլ տենց պրիմիտիվ տեխնոլոգիաներ են, երևի այդ տեխնոլոգները լավ փող են վերցրել, բայց ամեն ինչ անում են իրենց հեղինակազրկելու համար, ամեն օր գրում են իբր հոգեբանական ճնշում են ուզում գործադրեն, որ մնաց այսքան օր, ինչին մնաց այս, ես ուժեղ Հայաստանին մնաց, օրինակ 102 օր։ Հայաստանի ուժեղացումը դա եկել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից, երբ կարծեմ իրենք արդեն այստեղ էլ չէին։ Իրենց մասին ես կոչ կանեմ շատ ավելի Հայաստանակենտրոն ուժեր կան, որոնց կարելի է եւ քննադատել եւ իրենց մասին խոսել։ Մի քիչ էլ մեր արժանապատվությունը պետք է խոցվի որպես ազգ, որ ինչ որ մարդիկ Ռուսաստանում ապրել են, իրենց երեխաները հայերեն նորմալ էլ չեն կարողանում խոսել։ Ես վստահ եմ, եթե կանչենք մի նախադասություն հայերենով գրել տանք բազմաթիվ սխալներ, եթե կարողանան գրել, ես նույնիսկ կասկածում եմ, որ գրելը գիտեն, բայց իրենցից խոսենք, չէ, ավելի լավ է լուրջ ավելի հարցերից խոսենք եւ լուրջ խնդիրներից խոսենք։ Դուք պատգամավոր լինելու բերումով հաճախ եք շփվում ձեր ընտրողների հետ, ձեր շրջապատի հետ, հավանաբար ձեր տպավորությունները հիմք ունեն, հետևապես չէիք պնդի, որ հանրային հետաքրքրություն չեն վայելում։ Չէ, իհարկե, ես օթից չեմ ասում եւ այլն, ասում եմ իրենց եւ հանրության
մի մասի կապը ապահովում է միայն նյութական միջոցներով շահագրգռվածությունը, ցավոք սրտի մարդիկ կան, որոնք ասում են ինչու ոչ, եթե կարող ենք այս ընտրությունների ընթացքում մի փոքր փող կամ մի քիչ շատ փող աշխատել, ինչու ոչ։ Ես իհարկե դա դատապարտում եմ, որովհետև ընտրության գնալը եւ փողով գնալ ինչ-որ մեկին ընտրելը դա ամենածանր մեղքերից մեկն է։ Պարոն Նազարյան, այս փուլում մենք խոսում ենք այս քաղաքական ուժերի նախընտրական մարտավարության եւ ռազմավարության մասին, խորհրդարան անցնել ամեն կերպ փողով, չգիտեմ, ազդեցության այլ լծակներ գործադրելով։ Բայց երկրորդ պլան է մղվում այս քաղաքական ուժերի օրակարգ, օրինակ ինչ օրակարգ նրանք պետք է մատուցեն ժողովրդին, որպեսզի մրցունակ լինի կառավարող ուժի կողմից ներկայացվող օրակարգին, որի առաջին հորիզոնականում վստահ եմ խաղաղության օրակարգն է։ Ձեր կարծիքով խաղաղության օրակարգը մրցունակ օրակարգ է եւ Հայաստանի քաղաքացին հոգուտ այդ օրակարգի կգնա քվեարկության, թե գայթակղվի օրինակ 300,000 աշխատատեղով, 20% էժան դեղորայքով եւ նմանատիպ պոպուլիստական եւ սոցիալական բնույթի խոստումներով։ Եթե ունենայինք իդեալական հասարակություն, ապա այս ընտրությունների ելքը կարելի ասել շատ հանգիստ կարող է լինել օրինակ 99-ով 1, 98-ով 2, բայց որպես կանոն հասարակությունները, մեր հասարակություններն էլ տարբերվող չեն աշխարհից, իդեալական չեն։ Գնահատելով ստեղծված իրավիճակը, այսինքն խաղաղության հաստատմանը, կառավարող ուժին քվեարկելու է մոտ 20%, այսինքն կառավարող ուժը ձայների 20%-ը այդտեղից է բերելու, ստանալու է խաղաղության հաստատման շնորհիվ։ Մնացած 40-41%-ը ստանալու է մարդու անձնական խնդիրները լուծելու ճանապարհով։ Այսինքն մարդը բավարարված է համարելու, որ այ իմ գյուղում վերջապես ասֆալտ եղավ, իմ գյուղում դպրոց կառուցեցին, իմ հարցը այսինչ նախարարությունը լուծեց, իմ տղայի խնդիրը ոստիկանությունում լուծեցին եւ հակառակը։ Այսինքն մարդ պետք է եթե քաղաքացիական պայմանագիրը մտածում է, որ մենք խաղաղություն ենք բերել եւ այդ օրակարգով գան եւ մնացած գործերը չներկայացնեն, չկարևորեն, ցույց չտան, չասեն ինչ սոցիալ-տնտեսական, կենցաղային խնդիրներ են ուզում լուծել, լուրջ խնդրի կբախվեն։ Բայց կարծում եմ իրենք այդքան խելամտություն կունենան, շեշտը նաև այդ ուղղության վրա կդնեն։ Եվ իսկ նույն կերպ ընտրողների մի մասը հիշում է, որ քաղաքական որոշ ուժեր, որ այսօր հայտ են ներկայացրել իշխանության, մի տեսակ դժգոհությամբ ընդունեցին Վաշինգտոնյան համաձայնագրերը, մի տեսակ դժգոհությամբ ընդունեցին անգամ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը եռակողմ, այսինքն մարդիկ հիշում են, որ այս ուժերը ոնց որ այդքան խաղաղության հետ հաշտ չեն, եւ դա էլ մեծ ազդեցություն է ունենալու ընտրությունների վրա, ընտրությունների արդյունքների։ Իսկ մեր հասարակությունը, պարոն Նազարյան, ձեր տպավորությամբ խաղաղության օրակարգով է մասնակցելու ընտրություններին, թե ռևանշիզմի, Արցախը հետ բերելու, հողերը հետ բերելու, մեր տղերքի թափած արյունը իզուր չդարձնելու մտայնությամբ եւ տրամադրվածությամբ, որտեղ այս հանգամանքը եւս շահարկվելու է ընդդիմության կողմից, որ ներողություն մի քիչ երկարաբանեմ, գուցե որ այ դուք քվեարկեցիք Նիկոլ Փաշինյանին, տեսակ ինչ եղավ Արցախի հետ, այ եթե նա մնա իշխանության, մենք կկորցնենք Հայաստանի մի մասը։ Արդեն քաղաքացիական պայմանագիր, կուսակցության ղեկավարների, չգիտեմ, մենեջերների գործն է, որ այդ տեսակ հայտարարություններին ինչպես պատասխանել, բայց ես ասեմ, որ հանրության վրա
հանրության մեծամասնության վրա դա թողում է հակառակ էֆեկտ, որովհետև մարդիկ ասեմ ենթագիտակցական զգայարաններով իրենք հասկանում են, որ այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, դրա հիմքերը դրվել էին առնվազն տասնամյակներ առաջ կամ տասնամյակ առաջ։ Այնպես որ խաղաղության գործոնը իհարկե ազդելու է ընտրողի վրա, բայց ես ասեմ նորից շեշտեմ, դա չի նշանակում, որ մարդը ասելու է դե քանի որ Նիկոլ Փաշինյանը գնա ծանրագույն որոշումներ կայացնելու իրեն դնելով հարվածի տակ, ես գնալու եմ այդ դրա համար ընտրեմ, այդպես անելու մոտ 15-20%-ը։ Մնացածը, ասում եմ, ինքը հիմքում ընդունելու է, որ խաղաղություն է, բայց ասելու է, դե խաղաղություն է, բայց դու իմ գյուղի, իմ քաղաքի, իմ թաղամասի, իմ շենքի համար ինչ ես արել, ինչ ես անելու, դա էլ է ազդելու։ Սոցիալական բաղադրիչն է։ Հա, անպայման ազդելու է, նաև հակառակ կողմն էլ ընդդիմադիր ուժերը, եթե շարունակեն անդադար ասել, որ այ մենք գալիս ենք, որովհետև պետք է Արցախը բերենք, հետո տենց ինչ-որ տենց կիսա հայտարարություններ են անում, որ ասենք ինչ են ասում, հիմա ասում են Արցախը կա, Արցախը եղել է, կա եւ լինելու է, որևէ մեկը դա չի վիճարկում, բայց իրենք տեսեք իրենց թվում է, որ այսպես հանրության մոտ ընկալվում է այսպես, որ Արցախը պետք է հայկական լինի եւ այլն, բայց իրենք այդ հայկականը չեն ասում, Արցախը որպես աշխարհագրական միավոր է հիմա էլ կա, ինչպես կա Կարսը, չգիտեմ, Խարբերդը կամ Կիլիկյան, հարցը դա չի, հարցը այն է, որ այսպես անելու են, բայց մարդիկ հանրությունը միայն հանրության 5-ից 7%-ը, որոնք հավատում են, որ կարող է 5-ից 7%-ը կարող է հավատալ, որ այս իրավիճակում, այս պայմաններում, այս աշխարհաքաղաքական վիճակում Արցախը ինչ-որ ձևով կարող են հետ բերել, բայց այդ նույն մարդկանց ես մի հարց եմ ուզում տալ, իսկ դուք այսպես ասեմ ժամանակակից բառով օքեյ եք, որ ձեզ էլի խաբում են, ախր Արցախահայությանը նկատնեք Լեռնային Ղարաբաղից տեղահանված բոլորին, այդ թվում եւ նրանց, այդ թվում արցախցիներին, բայց արցախցիները ես շատ եմ շփվել, 95%-ը կարող եմ ասել շատ սթափ նորմալ մարդիկ են, որոնք մեզնից շատ ավելի լավ են գնահատում իրավիճակը, լավ գիտեն ինչ եղավ, լավ գիտեն ովքեր են այս ամեն ինչի հեղինակները։ Այնպես որ եթե ոմանք կարծում են, որ արցախցիների օգնությամբ իրենք կարող են իշխանություն վերցնել, ապա ես ձեզ ասեմ, որ արցախցիների մեծամասնությունը հենց իրենց հակառակորդներն են։ Ռուսաստանում ապաստանած մի նախկին պաշտոնյա էլ ԴՀԿ-ի Միհրան անունով հայտնի պարոն Միհրան Պողոսյանը օրերս համագումար էր հրավիրել իդեպ հեռավար եւ ազդարարեց, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր տեսակի կարմիր գծերը հատել է, եթե նա գա իշխանության հունիսի 7-ի ընտրությամբ, ապա Երևանը կդառնա Էրիվան, Էջմիածինը Ուչմուածին, Սևանը Գյոկչա եւ այլն, այսինքն այդ նարատիվները նորից դրեց շրջանառության մեջ, իրենք այս թեզիսներով են փորձելու, այս մանիպուլյացիաների միջոցով են փորձելու խաբել ավելի լավ քաղաքացիական պայմանագրի համար։ Թվում է ծեծված արտահայտություններ են, չէ՞, քանի անգամ լսած կլինենք, բայց ես ասեմ, իրանք մարդկանցից, հանրությունից, հայ ժողովրդից կտրված մարդիկ են, իրենք որ մի քիչ հանրության տրամադրություններ շոշափեին, իրենց նման արտահայտություններ թույլ չէին տա, բացարձակ թույլ չէին տա, որովհետև գիտեք, ես կամ Պողոսը կամ Մարտիրոսը որքան էլ որ դժգոհ լինենք գործող իշխանություններից, բայց երբ լսում ենք մեկը գալիս ասում է, գիտեք, հեսա Երևանը Երևան է դառնալու, մենք գործող իշխանությանը չենք կատում, այդ ասողին ենք կատում։
Դե ասում են Նիկոլ Փաշինյանը Ալիևի բոլոր պահանջները կատարել է, կատարելու է։ Թող ասեն, բայց հանրությունը տեսնում է, չէ, որ ով ինչ է արել, անում եւ անելու։ Ասում էին, չէ, 21 թվականի քվեարկությունից առաջ ասում էին, չէ, եթե քվեարկեք Նիկոլ Փաշինյանին, նա պարտված ղեկավար է, Արցախը վերջը տալու ենք։ 22-ի դիմադրության շարժման օրերին էլ էին, չէ, ասում, դուրս եկեք փողոց իշխանափոխություն արեք, հեսա Արցախը տալու է։ Տվեց Պրահայի հայտարարությամբ։ Գիտեք, մարդիկ լավ էլ հասկանում են, որ օրինակ 20 թվականի նոյեմբերի 9-ին 10-ին ընդդիմությունը կարող էր հանգիստ գալ եւ վերցնել իշխանությունը, բայց ինչու չեկան։ Ինչու չեկան։ Դե այդ ընդդիմադիր գործիչներին կհարցնենք, ինչու չեկան, որովհետեւ տեսեք Նիկոլ Փաշինյանը հիմա արեց այն, ինչ որ բոլորը գիտեին, որ դա պետք է անել, բայց ասում են ինչի մենք անենք, բայց Նիկոլ Փաշինյանը, գիտեք, մի քիչ լավ չի հնչում, որ ես Նիկոլի մասին խոսեմ, մի քիչ ճիշտ չի լինում։ Չեմ էլ ուզում այդ մասին շատ խոսել, բայց ինքը արեց այն, իր վրա վերցնելով այդքան անեցք հայոյանք։ Չգիտեմ, դավաճան պիտակավորումը, բայց ինքը արեց այն, ինչ որ բխում էր հայ ժողովրդի շահերից, Հայաստան պետության շահերից։ Եթե հիմա հանրության մի մասը դա չի հասկանում, մի X օր հասկանալու է, որովհետև ես իհարկե Նիկոլին, որ միշտ քննադատել եմ, քննադատում էի, ես ինչն էր մեր հերակա վեճի, բանավեճի պատճառը, որ ես վստահ էի, հիմա էլ եմ վստահ, որ նա կարող էր եւ պետք է դա աներ մինչև 20 թվականի սեպտեմբերի 27-ը։ Իհարկե ինքը այլ կարծիքի է այդ մասին, բայց դա կարելի է այդ վիճել, քննարկել, դա ինքը շատ խորքային հարց է, ես վստահել չեմ, որ ես ասում եմ, ես 100% ճիշտ եմ, ինքն էլ վստահ չի, որ ինքն է 100% ճիշտ, բայց ես Նիկոլին քննադատել եմ դրա համար, որ ինչու նա չի արել այն, ինչ որ արեց, ասենք 22 թվականի Վարդենիսյան ջերմուկյան մարտական գործողություններից հետո։ Հիմա ընդդիմությունն էլ գիտի, որ ինչ անում է, ճիշտ է անում։ Ընդդիմությունն էլ լավ հասկանում է, որ Նիկոլը չի Պրագայի հայտարարությամբ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Ընդդիմությունը լավ գիտի, որ Արցախը Ադրբեջանին հանձնել են 1921 թվականի հուլիսի 5-ին։ Դա շատ լավ գիտեն, որ այդ որոշումը ամրագրվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին։ Գիտեն, որ դա այդ մի անգամ էլ ամրագրվել է 1936 թվականին։ Այդ ամեն ինչը գիտեն, որ այդ էլ մի անգամ էլ վերջնական կնիկը ստացել է 1991 թվականին, երբ որ Հայաստանը հանրաքվեն արեց անկախության հանրաքվեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս ամեն ինչը բոլորը գիտեն, բայց ասում են, այս Նիկոլը ոնց որ մի քիչ միամիտ իջևանցի տղա է, բերես լրիվ բեռը թափենք իր վրա, ասենք որ ինքն է արել, համ իրեն կհեղինակազրկենք, համ մեր գործը հեշտ կլինի, գանք վերցնենք իշխանությունը, բայց մարդիկ նախախնամությամբ, օգնությամբ, իրենց ենթագիտակցական զգայարանների օգնությամբ շատ ճիշտ որոշում կայացրեցին։ Այնպես որ ասենք ես ինչն է, որ մարդիկ Նիկոլի կերպարը մի քիչ հեռուստաէկրաններից են կողմ լավ չի երևում։ Ինքը ինչերի միջով է անցել, ինչ օրեր է ապրել, երբ որ կայացրել է այդ որոշումները։ Հա հեշտ է, գիտեք, սրճարան ու սուրճ խմել ու ասել, հա այդ դավաճանը էս արեց, գիտեք այդ դավաճանը ինչ արեց։ Ստատուս գրել ռազմահերին ասել։ Հա, ասենց ինչ-որ բան, երբ որ քո տղաները, երեխաները Ամերիկայում կամ Ֆրանսիայում են։ Այնքան բան կա խոսալու, բայց այդ մասին
շատ կարելի է խոսալ հունիսի 7-ից եւ հետո, երբ որ խաղաղությունը վերջնական կլինի եւ ժողովրդին խաբելով իշխանության փորձող եկողներն էլ կգնան իրենց հիմնական գործով զբաղվելու մարդկանց այդ մանիպուլյացիայի ելևս չեն ենթարկի։ Այսօր բազմաթիվ խնդիրներ կա երկրում, երկրի շուրջ, սկսած լուրջ եւ կենցաղային մակարդակի խնդիրներից։ Անդիմությունը շատ ավելի ճիշտ կաներ, խորամուխ լիներ այս խնդիրների մեջ, քննադատեր, խիզախություն ունենար, ասեր ընկերներ ժողովուրդ, որքան էլ ցավալի է, բայց Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականությունը միակներ շախմատում այդպիսի արտահայտություն կա, միակ ճշգրիտ քայլը, եթե դու չես գտնում միակ ճշգրիտ քայլը, դու պարտվում ես, այդպիսի իրավիճակներ լինում է։ Մենք այդպիսի իրավիճակում էինք հայտնվել 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որ ցանկացած սխալ քայլ բերում էր դիրքի վատացմանը, անխուսափելի պարտությանը։ Բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանը գտավ այդ քայլերը։ Անդիմությունը կարող էր ասել, գիտեք, մենք այս հարցում իր հետ խնդիր չունենք, եթե իրենց գործողությունները, շահերը բխում էին հայ ժողովրդի ու Հայաստանի շահերից։ Բայց գիտեք, օրինակ, ատոմակայանի կառուցման հարցում նա սխալ է։ Մենք որ գանք սենց ենք անելու։ Գիտեք, ճանապարհաշինության հարցում մենք այսպես ենք անում, կամ գիտեք, մենք այս Տավուշի կամ Գեղարքունիքի այսպես ժողովուրդը աղքատ է, ամոթ է եւ այլն։ Այսպես որ անեին, իրենք այսօր շատ ավելի լուրջ մրցակից կլինեին, բայց իրենք գնացին մի ճանապարհով, որի ձևակերպումը ասենց մոտավոր էր ոսկեպարով Արցախ, մարդիկ էլ ասեցին, գիտեք, մենք ձեր ասենք միամիտները չենք էլի, որ ասենց գաք ասեք, կամ մեզանից հայրենասեր չեք էլի։ Ճիշտ եք ասում, բայց ախր նման հանգամանքների վրա հանրության ուշադրություն բևեռել ձայն չի բերում։ Չէ, ընդհակառակը, հենց դա է իրենց ընկալմամբ, այ որ ասում ես դավաճան, հողատու, հեսակագակտա, կարմիր գիծը հատելա, դա էլեկտորատին մոբիլիզացնում է դեպի քեզ։ Ես ժամանակին իրենց շատ բացատրում եմ, որ դա վանում է ձայները, ձայն չի բերում։ Դա կա 5-7% այսպես sense արմատական մտածողությամբ, որ ոնց թե ինչ թուրք, ինչ ադրբեջանցի, մենք բոլորին պետքա վերացնենք, բան, այսպես գնանք Կասպից ծով, հետո գնանք Սև ծով, հետո Միջերկրական ծով եւ այլն։ Դա քիչ են, 5-ից 7% են։ Մնացածը լուրջ մարդիկ են։ Որ շատ լուրջ մարդիկ են, իրենք հասկանում են, այ եթե ասենք վերցնեին բժիշկների, մանկավարժների, չգիտեմ, զինվորականների խնդիրները, ասեին ոնց թե այս մարդիկ ինչու պետքա ցածր աշխատ, ինչու պետքա ատեստացիայով իրանց աշխատավարձը բարձրացնեն, գիտեք ինչքան ձայներ կունենան, բայց հիմա իրանք բաց են թողել այս բա։ Ես վստահ եմ, որ նույնիսկ իմ այս ասելուց հետո իրանք այս գիծը չեն բռնելու, որովհետև իրենք ցավոք սրտի սխալ են ընկալում եւ երկիրը եւ երկրի ժողովուրդը։ Ախր որովհետեւ պարոն Նազարյան 30 տարի շուրջ այդ ռազմահայրենասիրական ամպլուայի մեջ ենք եղել մենք որպես հասարակություն, իրենք որպես քաղաքական ուժեր եւ նաեւ ինչ-որ շրջան նաեւ իշխանություն։ Դա նորմալ է, որովհետեւ որևէ մարդ, որը իշխանության ղեկին չի եղել կամ մոտ չի եղել, ինքը իրավունք ուներ միամտանալու, վստահելու իշխանություններին, որ եթե իրենք այս գիծն են տանում, ուրեմն լուրջ հիմքեր ունենք, այսինքն պահուստներում, այսպես ասած, եթե այս դրամի կուրսը այսպեսին է, ուրեմն ոսկու պաշարները լավ լցրած է այնտեղ։ Դրա համար էլ այսպես է։ Մարդիկ մեղավոր չեն, բայց այն մարդիկ, ովքեր գիտեին, որ իրականում բանակցային գործընթացը ինչի մասին է, ինչի շուրջ են խոսում, իրենք պարտավոր էին, այո, գուցե իրենց եւ վտանգի ենթարկելով կանգնեին եւ ասեին ընկերներ, մենք չենք պատրաստվում մեր երեխեքի հաշվին, մեր երկրի ռեսուրսների հաշվին անիմաստ գործով զբաղվել։ Մենք գնում ենք Արցախի խնդրի
արմատական կարգավորմանը, որը բխում է միջազգային իրավունքից, բխում է Հայաստանի իրական ուժից, հնարավորություններից, չգիտեմ, գործընկեր երկրների հետ խորհրդակցություններից հետո դա այլ պատմություն է ու այլ գնահատականի կարժանանա տասնամյակներ կամ գուցե տարիներ հետո։ Բայց հիմա երկու տեսակի մարդիկ կան, դա մարդիկ կան, ասում են, մենք չենք ուզում մեր անցյալից է, դժվար է, գիտեք, 30 տարի ապրել մի իմանալով, որ այսպես է, հետո հանկարծ փլվում է այդ իրականությունը, դու շատ ուժեղ պետք է լինես, որ ասես, լավ, ես ընդունում եմ իմ սխալը, իմ մեղքը, ոնց որ արեց դա օրինակ Նիկոլ Փաշինյանը, ասեց, այո, ես էլ եմ տենց մտածել, բայց հասկացա, որ այդպես մտածելով մենք կկորցնենք ամեն ինչը։ Եվ կա երկրորդ տեսակը, եւ մի թաքնված երրորդ տեսակ։ Այդ երկրորդ տեսակը ասում ախպեր, ես իմ անցյալից չեմ հրաժարվում։ Մեղավորը Նիկոլն է, որ Նիկոլը չլներ վարչապետ, այս ամեն ինչը չէր լինելու եւ եթե հանկարծ Ադրբեջանը համարձակվեր պատերազմ սկսել, մենք կգնայինք եւ կգրավեինք Բաքուն։ Այս եւ թաքնված երրորդ տեսակն էր, որ գիտի, որ Նիկոլը ճիշտ է, բայց ասում է ես բզբզ եմ, թող կրակի վրա ձեռքերը ես փող կաշխատեմ, թող այդ երկու ուժերը իրար կպնեն, ինչ ասես ասել, ես այդ ընթացքում փող աշխատեմ։ Ոնց որ հիմա ոմանք անում են խեղճ Գագիկ Ծառուկյանին համոզելով, որ ինքը sense նորից պետքա փրկիչ լինի, նորից տնից հանեցին, բերեցին, նորից խայտարակ անեն, այս ընթացքում Գագիկ Ծառուկյանի հետ միասին խայտարակ են լինելու եւս մի քանի հոգի, բայց արդյունքում մեծ փողեր են աշխատելու մի քանի հոգու, որոնց մասին հասարակությունը ոչ գիտի, ոչ էլ իմանալու։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, պարոն Նազարյան, որ հունիսյան ընտրություններով հայ ժողովուրդը վերջնականապես կմերժի նախկին նախագահներին, օլիգարխիան եւ նրանք կստանան 0 քվե։ Մեր ժողովուրդը այդքան հասուն է քաղաքականապես, որ նման կերպ քվեարկի, այսինքն 0 քվե սույն սուբյեկտներին։ Չեմ լսել նման արտահայտություն, ես մի քիչ ուրիշ ձևով եմ լսել, որ ինչպիսին է լինելու Հայաստանը 26-ի հունիսի հետո, կարող է ես եմ մի քիչ այլ կերպ ընկալել, բայց իհարկե գալու է այդ օրը, բայց դա չի լինելու հունիսի 7-ի քվեարկությամբ, որովհետև հունիսի 7-ի քվեարկությամբ խորհրդարանում լինելու են մարդիկ, որոնք այս նախընտրական փուլում կրկին խոսում են պոպուլիստական, հայրենասիրական այդ պատոհաններից։ Իրենք էլի գալու են լինեն խորհրդարանում։ Այդ իմ համար ոմանք ասում են, որ բանը կառավարող ուժի համար ուժեղ Հայաստան խմբակցությունը ավելի հարմար ընդդիմություն կլինի, քան օրինակ Հայաստան խմբակցությունը, ես ճիշտ ասած այդպես չեմ կարծում կամ չեմ ուզում, որ այդպես լինի, ես կուզեմ, որ ընդդիմությունը խորհրդարանական լինի մոտավոր այնպիսին, ինչպիսին Հայաստան խմբակցությունն է, բայց առանց այդ կոմպլեքսների, որ եթե գանք մենք մասնակցենք նիստերին, քննարկենք բյուջեն, թերությունները մատնանշենք, ասենք, դա մեզ բացասական վարկանիշ կբերի։ Ափսոսում եմ ես, որովհետև այն ուժը մտավոր պոտենցիալը, որ կար Հայաստան խմբակցությունում, ինքը երկրի համար էլ, իրենց համար էլ շատ ավելի լավ կլիներ, բայց դե հիմա ունենալու ենք մի խորհրդարան, որտեղ ներկայացված է լինելու նաև կարծում եմ այդ պոպուլիստական որոշ ուժեր, բայց այդ խորհրդարանը ես ենթադրում եմ, որ ունենալու է կարճ կյանք, որովհետև 4-րդ հանրապետությունում, 3-րդ հանրապետությունում ընտրված խորհրդարանը անելիք չի ունենալու։ Ճշգրտ եմ մեջբերումը, պարոն Նազարյան, ձեր թույլտվությամբ, թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերն իրար հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն, դուք ճիշտ եք, ես ասացի 0 քվե, դա ասել էր մեկ այլ քաղաքական գործիչ,
քաղաքացիական պայմանագրից։ Բոլոր նախկին իշխանություններն ու օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թվականից հետո այլևս չենք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ կամ նախկին նախագահ։ Դա արդեն լինելու է անցումային փուլից հետո։ Եվ ես ճիշտ էլ ընկալել էի, հա, ես եմ այդպես մտածում եմ։ Մի հարց էլ պարոն Նազարյան, թերևս այսպիսով ամփոփենք զրույցը, ասացիք, որ ընտրարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագիրը պետք է ներկայացնի իր կողմից անցած տարիների ընթացքում կատարված ահռելի աշխատանքը, այո, եւ սոցիալական ոլորտում, եւ քաղաքաշինության, եւ այլն։ Ընդամենը 3 վարչապետը խոսեց թոշակները շուրջ 10,000 դրամով բարձրացնելու մասին եւ տեսակ թե ինչ աժիոտաժ, ինչ թոշակացավի նոպա սկսվեց ընդդիմադիր դաշտում Սամվել Կարապետյանի եղբորորդին ընդհուպ ստատուս գրեց Facebook-ում, թե այ եթե մենք չլինեինք, Նիկոլ Փաշինյանը չէր անի այդ քայլը, այ տեսեք Սամվել Կարապետյանը փաստորեն ստիպեց։ Իսկ եթե նա գա իշխանության, պատկերացնում եք ինչպիսի բաներ կանի։ Այսպես թոշակները բարձրացնելու կառավարության որոշումը նիմադիր մի քանի այլ մանր մոնոր ուժեր էլ փորձեցին իրենց վրա քաշել։ Մի նախկին դեսպան էլ ասաց, որ սա աթոռը պահելու էժանագին քայլ է նախընտրական կաշառքի տրամաբանությամբ, փորձեց Նիկոլ Փաշինյանը տատիկ-պապիկների սիրտը շահել։ Գիտեք նաև, որ հիմա Երևանում խիստ ձմռան հետևանքով ճաքած եւ վնասված ասֆալտի թեման է դարձել ընդդիմության թոփ օրակարգերից մեկը, ասում են, տեսեք, մի տարի առաջ ասֆալտ են արել, ձյունը, աղը եւ ավազը հալեցրին։ Ճանապարհներով էիք փորձում գայթակղել, այսպես խոթել ընտրողի աչքը ձեր կառուցած ճանապարհը, տեսեք, սա է ձեր երեսը։ Ընտրողը ինչպես է կողմնորոշվելու այս մանիպուլյատիվ ընտրողը պետք է ինքը երեստավանքի մեջ։ Գիտեք, Երանի մարդիկ ընտրության գնային միայն առաջնորդվելով այս քարոզչական նյութերը նայելով, տեխնացուներին լսելով եւ որոշում կայացնելով։ Երանի այդպես լիներ։ Եվ կառավարությունը, իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ այդպես լինի եւ ոչ թե որ մարդը գնա ընտրության, որովհետեւ այդպես ինքը ֆինանսապես շահագրգռվել է։ Ես մի քանի հարցազրույցում ասել եմ, հիմա էլ պնդում եմ ու էլ եմ ասում։ Երբ որ կառավարությունը ասում է եւ կառավարության ղեկավարը, որ մեր գերխնդիրը արդար ընտրությունների անցկացումն է եւ որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է ընտրակեղծիքներ լինեն, այդ շատ լավ է, բայց ընտրակեղծիքը միայն ընտրատեղամասում ավել գցած քվեն չի, էլի, կամ գողացած քվեաթերթիկը չի։ Դա նաեւ միջև ընտրությունները մարդկանց փողով շահագրգռելն է։ Եթե կառավարությունը աչք փակի այս երևույթի վրա, սա ծանր հանցագործություն կլինի պետության նկատմամբ։ Սա իրենց արածը կգցեն ջուրը, չի կարելի այսպես միամիտ մոտենալ այս process-ներին։ Որոշ ուժեր հիմնական շեշտը դնում են փողով մարդկանց շահագրգռելու վրա, ընդ որում դա անում են տարբեր կերպ եւ պարտադիր չի տանեն, ասեն սա այն Սերժ Սարգսյանի ժամանակ է, որ բացահայտ 20,000 կամ 10,000 դրամներ են, կարա լինի շատ այլ ձևերով, խորամանկորեն, տարբեր այսպես բացատրություններով։ Սա ամենավատ բանն է։ Ուսման վարձը կվճարեն կամ օգոստոսին պայուսակներ էին բաժանում։ Դա շատ լուրջ ու նուրբ հարց է, որովհետև եթե դու քաղաքական ուժ ես, դու չպետք է որևէ ֆինանսական ձևով շահագրգռես մարդուն, լինի դա փող, դրամ, լինի դա վարձավճարի մուծում, լինի դա գյուղատնտեսական ինչ-որ տնկիների կամ թունաքիմիկատների տրամադրում։ Չի կարելի նման բան անել եւ դա մեղք է ու ծանր հանցագործություն։ Հաճախ ասում են ժողովուրդ ջան, ոչինչ վերցրեք, դու գնացեք ու ուզում եք, ոչ, երբ որ դու վերցրիր, մտնում ես ծանր մեղքի տակ։ Դրան ծանր մեղք
ամերը չկա։ Հիմա կառավարությունը երբ որ որոշեց մինչև 10,000 դրամ բարձրացնել թոշակները, դա նախընտրական կաշառքի տրամաբանության մեջ է։ Գիտեք, ես սենց մի բան Թե կասեմ։ համընկավ ուղղակի նախընտրական շրջանը։ Ես այսպես կասեմ, ես օրինակ կառաջարկեմ օրենքով ընտրություններից կես տարի առաջ արգելել որևէ պետական, եթե պետությունն է անում, աշխատավարձերի, թոշակների, կենսաթոշակների բարձրացում։ Ես դա կամ ես հիմա գիտեմ, որ սա ծանր աշխատանքով բերված որոշում է, բայց լավ կլիներ այս որոշումը լիներ, ասենք ոչ թե այսօր փետրվարի 26-ն է, փետրվարի 26-ին այլ դա լիներ նոյեմբերի 26-ին գոնե, հոկտեմբերի 26-ին։ Ես կարծում եմ, իսկ դուք ասեցիք կիսատ մնաց, այո, ես կարծում եմ, որ իսկ կես տարին կառավարությունը պետք է օգտագործի էլի ամենօրյա աշխատանքի եւ իր աշխատանքը մարդկան, որովհետեւ մարդիկ հաճախ մոռանում են։ Պետքա դնել առաջ, հիմա, հետո, որ մարդկանց հիշեցնենք, որ ինչից ուր ենք հասել։ Ոչ բոլորն են հիշում, ոչ բոլորն են գնահատում, բայց դու մարդուն պետք է ասես, գիտես, քեզ էջմիածնում ծեծում էին, որովհետև կարող է ինչ-որ մեկի դուրը չգար, թե դու ինչպես ես վարում քո ավտոմեքենան։ Հիմա քեզ չեն ծեծում։ Եվ դա մեծագույն ձեռքբերում է այդ էջմիածինցիների համար։ Այսինչ գյուղի բնակիչ, դու հիշում ես, որ կարող էին գայի եւ ձեր տան առաջ ինչ-որ մեկին սպանեին ու գնային։ Այս բաները պետք է հիշացնել, բայց այստեղ էլ իշխանությունների դիրքերը թույլ է վերջերս Երևանում տեղի ունեցած այս խայտառակ դեպքերով։ Ժամը 3:07 րոպե նայում ես բանը, այդ տեսագրությունը, որ գնացին սպանեցին այդ տղային, առնվազն 25-30 երիտասարդ ցերեկը ժամը 3-ին այնքան պարապա, որ գնում են ինչ-որ ռազմորկայի։ Սա էլ այս գործող իշխանությունների շատ լուրջ խնդիրն է։ Ես որ ասում եմ պետք է խիստ լինել, ասում են դե մենք ժողովրդավար ենք, չէ ինչ, ես նույնիսկ առաջարկում եմ, որ պարետային ժամ մտցնեն մինչև 23-21 տարեկան երիտասարդների համար խիստ ռեժիմով արտակարգ դրություն եւ պարետային ժամ եւ այդ հանցավորության դեմ այդ զենք ունեցող մարդկանց դեմ պայքարեն եւ թմրա վաճառների դեմ պայքարեն, որովհետեւ մի գիծ կա, որ բաց թողեցինք, հետո հետևից չենք հասնի։ Դա էլ էս անդիմությունը փոխանակ շեշտը դնի այս խնդիրների վրա։ Երևանում շատ վտանգավոր շինարարություններ, որ տեղ-տեղ արդեն չես հասկանում ինչու են այս շենքերը սարքում կամ ոնց են թույլ տվել, որ այստեղ սարքի։ Պարոն Նազարյան, ձեր դիտարկմամբ շնորհակալ եմ հետաքրքրությունից համար։ Շնորհակալ, ներողություն, որ շատ խոսեցինք։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։